արտահերթ նիստի օրակարգային հարցերի Ազգային ժողովը ապրիլի 7-ին արտահերթ նիստ է գումարել քննարկելու Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը պետք է քննարկվի 24 ժամում։ Նախագծում առաջարկվում է, որ կուսակցությունների դաշինքների անունները չպարունակեն անձնանուն, պետական կամ տեղական մարմինների անվանումներ, շփոթություն առաջացնող նման անուններ, վիրավորական կամ զրպարտիչ արտահայտություններ։ Փոփոխությունը նպատակ ունի օրենսգրքի համակարգությունն ու իրավական որոշակիությունը բարելավել եւ ներդաշնակություն ապահովել գործող կարգավորումներին։ Հարգելի քաղաքացիներ, ես հատուկ ընտրեցի օրակարգի քննարկման ժամանակ ելույթ ունենալու տարբերակը, այլ ոչ թե հարցի քննարկման մի պարզ պատճառով։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել։ Լուրջ, այստեղ չի կարող, թե լրջությունը ու դուք, պարոն Հակոբյան, այդքան էլ համեմատելի չեն, այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։ Ուստի պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրան օրակարգին ընդգրկվելուն, օրակարգին բուն եւ թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այս դրույթը մեր օրենսդրության մաս է։ Մեր օրենսդրության մաս է, թիմերում, կուսակցությունների մասին օրենքն է արգելում անձնանուններ օգտագործել, այսինքն այն որ դուք ներկայացնում եք, որ կարծես սա օդից եկավ, ուրիշ մոլորակից եկավ հայտնվեց այստեղ, այդպես չի։ Դուք շատ լավ հասկանում եք, որ սա մեր օրենսդրության մաս է, եւ հիմա մենք այդ օրենսդրությունը ամբողջական դարձնելու եւ Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ քաղաքական դարձնելու անձերից անդին քաղաքական ընտրություններ կազմակերպելու տեսանկյունից նաև անում ենք այս փոփոխությունը։ Իսկ եթե որևէ մեկը քաղաքական օրակարգ ունի, քաղաքական տեքստ ունի ասելու, եւ ոչ թե ուղղակի հավելված է, ոնց որ Yandex-ի նավիգատորը ասենք։ Մարդկա դարձել է Yandex-ի նավիգատորի պես բան է, նավիգատորը գոնե քեզ կարա ասի ուր գնաս, ուր չգնաս։ Մարդկա այդ հավելված է դարել, բայց չենք կարա գոնե ներբեռնենք։ Ուժեղ Հայաստան կուսակցության հաղորդագրության համաձայն Փաշինյանը եւ թիմը փորձում են ընդունել օրենք, որը ըստ նրանց կվնասի ազատ ու արդար ընտրություններին։ Կուսակցությունը կեսօրից ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել։ Մեր երկրի ժողովրդավարությունն է վտանգված, մեր երկրի իրավական արժեքներն են վտանգված, ինչ են անում, ունենք ընտրական գործընթաց։ Ընտրական գործընթացում, ինչպես գործընկերը մեր նշեց, կա Վենետիկի հանձնաժողովի ընտրական պրոցեսների լավագույն վարքագծի կանոնակարգ, կա միջազգային նորմատիվ կանոնակարգ ու պրակտիկա, կա ներպետական սահմանադրաիրավական կարգավորումներ եւ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի սկզբունքներ։ Սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն պետք է ընտրական գործընթացում երաշխավորվի դրան մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը։ Եվ ինչ են անում, նախագիծ են բերում հերթական անգամ ընդամենը 1 օր առաջ երեք տեղադրել են կայքեջում պաշտոնական նախագիծը ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու նախագծում տեխնիկական մի քանի փոփոխություն են անում, որոնցից առանցքային այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների կոնկրետ անվանում կիրառելը, թեկնած այս դեպքում այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինք, դաշինքը ունի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումը եւ այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը այս անվանման մեջ։ Ասեմ ավելին, դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև ես երեք
մինչև նախագծի հրապարակումը մուտք է արել կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում, որպես լիազոր անձ Գոհար Մելոյանի անունից, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի եւ կարողանանք արդեն գործողություններ կատարել, օգտահաշիվ ստանանք պաշտոնական կայք էջից։ Այսինքն նաեւ արդեն իրավական ընթացակարգեր ենք մեկնարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Այս ամենը ամփոփելով գալիս ենք մի պարզ ճշմարտության, այսօրվա իշխանությունը իր աթոռը պահելու հետ կապված այնպիսի վախերի մեջ է, այնպիսի խնդիրներ ունի, որ սենց կտրուկ միջոցառումների են դիմում։ Սա կրկին ասում եմ, հարվածի տակ դնելով կոնկրետ հանրային աջակցություն վայելող, ժողովրդի սերը վայելող քաղաքական ուժին, արձանագրելով սոցհարցումների արդյունքները, առայն որ այս պայդրությամբ Սամվել Կարապետյանը առաջնորդում է քաղաքական գործիչներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանին, իրենք չեն վարանում մեկ թեկնածուի հետ կապված սահմանադրական օրենքի փոփոխություն կատարել։ Գործընկերներ, սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Վերջերս տեսնում ենք, չէ, հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Շատ վախեցած նույնիսկ։ Այսինքն, երբ 10 ամիս առաջ մեր հանրությունը տեսավ ինչ աստիճան ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, մեր ձևով կմասնակցենք մեր մայր աթոռի պաշտպանությանը նախադասության համար, դա ակնհայտ էր, որ վախի դրսևորում էր։ Երբ Երևան քաղաքում փակցվել էին Սամվել Կարապետյանի լուսանկարները եւ ոստիկանության ծառայողները, քաղաքապետարանի ծառայողները համառորեն պայքարում էին վճռականորեն ամեն մի լուսանկարի դեմ, դա վախի դրսևորում էր։ Երբ այսօր արդեն խոսում են նրա մասին, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել որպես դաշինքի անվանման մեջ, սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Մինչև հիմա, մասնավորապես տեղական ընտրություններին, անձնանունների գործածության բազմաթիվ դեպքեր են եղել, բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացի մասնակցել են եւ որևէ խնդիր չի եղել։ Սա մեկ։ Երկրորդը, անձնանունների հետ կապված կան նաեւ վիճելի որոշակի դրույթներ, որովհետեւ երբեմն որոշակի անուններ գործածվում են նաեւ որպես անձնանուն, ասենք օրինակ Հայաստանը եւ պետության անվանումը, եւ Հայաստան անունով ես ճանաչում եմ շատ կանանց, ասենք դա որպես կնոջ անձնանուն էլ է օգտագործվում։ Ասենք, այդ դեպքում հարց է առաջանում, անձնանուն ասելով իրանք մանափակում են, իրանք անզգույշ քայլ են անում։ Օրինակ իրանք հաշվի առնելով, որ ինքը կարող է ասի հերիք է, էլի ես այս ժողովրդին տանջեմ, ու ուզենա մի հատ ստեղծի հերիքնած դաշինք։ Հիմա ասենք թե այդ դեպքում ինչ ալելու, ասենք այդ հերիքնած դաշինքը գրանցվելու է թե չէ, որովհետև կարող ասեն դա կնոջ անձնանունա չի կարելի այդ դաշինքով բանել։ Դուք ինչեք միշտ աչք թևից։ Ազգային ժողովի ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը Facebook-յան էջում ներողություն է խնդրել ապրիլի 6-ին հնչեցրած իր արտահայտության համար կապված ավագ որդու զինվորական ծառայությունից չանցնելու հարցի հետ։ Նա պարզաբանել է, որ նպատակն էր ընդգծել կրթության եւ գիտական գործունեության արժեքը, նշել, որ ավագ որդին զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսերը ծառայել է եւ մասնակցել 44-օրյա պատերազմին։ Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը։ Facebook-յան իր էջում արձագանքել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Իրենց տղաները մեծ գիտելիքներ ունեն, ըստ այդ տրամաբանության բարձրակարգ են եւ դրա համար էլ բանակում չեն ծառայում։ Պարզ է չէ սրանց կարծիքն ու մոտեցումը մեր զինծառայողների մասին։ Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ։ Այն պետությունը, որը չի գիտակցում հայրենիքի պաշտպանի դերն ու առաքելությունը, պարզապես ապագա չունի։ Անդրանիկ Քոչարյանների քաղաքական ներկայությունն է, որ մեր երկիրն ու բանակը պարտությունների եւ ծանր կորուստների այս կետին է հասցրել։ Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում 4-րդ Saudi Basic Industries Corporation-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։
Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմյան շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից եւ դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն մյուսից։ Երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքնաթիռի օդաչուի Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնը ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների այս պատերազմում վարքագծի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակել է ամերիկյան ուղղաթիռների վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը X-ի իր էջում գրել է, որ պատրաստ է իր կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես եւ ավելի քան 14 միլիոն իրանցիներ, ովքեր հայտարարել են պատրաստակամությունը պաշտպանել Իսլամական Հանրապետությունը։ Միաժամանակ Daily Mail-ը գրում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անկետակից վիճակում եւ չի կարող ղեկավարել պատերազմից տուժած երկիրը։ Ըստ ամերիկյան եւ իսրայելական հետախուզական աղբյուրների նա բուժում է ստանում ծանր առողջական վիճակի պատճառով Ղոմ կրոնական քաղաքում։ Չնայած երեք ցուցադրել էին նրա կադրերը պատերազմի սենյակից։ Ռուսական հետախուզությունը Իրանին է փոխանցրել Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների 55 կրիտիկական թիրախի մանրամասն ցանկ։ Ըստ իսրայելական Jerusalem Post-ի զեկույցը ընդգծում է Մոսկվայի եւ Թեհրանի միջև խորացող ռազմական եւ հետախուզական համագործակցությունը եւ նշում, որ փոխանցված տվյալները Իրանին հնարավորություն են տալիս ճշգրիտ հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի էներգահամակարգին։ Թիրախները բաժանված են 3 կատեգորիաների՝ կրիտիկական արտադրական օբյեկտներ, որոնց ոչնչացումը կաթվածահար կանի ազգային էներգահամակարգը, օրինակ Օրոդ Ռաբին էլեկտրակայանը, խոշոր քաղաքային եւ արդյունաբերական էներգետիկ հանգույցներ, որոնք սպասարկում են կենտրոնական հատվածի խոշոր բնակավայրերը, տեղական ենթակառուցվածքներ, տարածաշրջանային ենթակայաններ, որոնք սնուցում են արդյունաբերական գոտիները եւ փոքր էլեկտրակայանները։ Ռուսական կողմի գնահատմամբ Իսրայելի էներգացանցը բարձր մեկուսացված է եւ նույնիսկ մի քանի կենտրոնական բաղադրիչների վնասը կարող է առաջացնել համակարգի ամբողջական եւ տևական փլուզում զանգվածային հոսանքազրկումների եւ տեխնիկական ձախողումների հետ։